Միֆեր հոգեթերապիայի մասին։ Շատերին թվում է, թե հոգեթերապիան կարող է օգնել լուծել իրենց տարիներով կուտակված խնդիրները։ Նամանավանդ Հայաստանում։ Մարդիկ գալիս են արդեն, երբ որ դանակը ոսկորը ծակել եւ անցել է։ Ուժեղ տագնապներ ունեն, կպչուն մտքեր, դեպրեսիվություն, հարաբերությունների լուրջ խնդիրներ, որ տարիներով փորձել են, մի քանի անգամ բաժանվել են։ Հոգեթերապիան մեկ սեանսում չի օգնելու ձեզ։ Եթե մի մասնագետ ձեզ ասում է, որ մեկ սեանսի ընթացքում կօգնի, նա առնվազն խաբեբա է։ Դա հնարավոր չէ։ Ես ինքս շատ հաճախ մանեմ եկել հոգեթերապևտիկ մեթոդներ, որոնք արագ են աշխատում։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում եմ սովորել, որը թվում է, թե մեկ սեանսում կարող է օգնել, բայց դա հիմարություն է։ Ժամանակի կորուստ է լինելու։ Տեխնիկապես լավ է, բայց չի օգնելու։ Կոգնիտիվ վարքաբնական թերապիան է շատ լավ աշխատում, բայց ելի մեկ սեանսի ընթացքում չի։ 5 սեանս, 10 սեանս, 20 սեանս տևում է։ Այսինքն թերապիան պրոցես է եւ ժամանակ է պահանջում։ Մեկ սեանսը ձեզ ընդհանրապես խնդրի մասին պատկերացում է տալու, թերապիայի նպատակների հասկացում է տալու, անամնեզ հավաքել է տալու, բայց մեկ սեանսը խնդիրներ չի լուծելու։ Եթե դուք գալիս եք մեկ սեանս, որպեսզի ձեր բոլոր խնդիրները լուծվեն, դուք ժամանակ եք կորցնում։ Մյուս ծայրահեղությունն էլ հետևյալն է։ Մարդկանց թվում է, թե հոգեթերապիան պարտադիր տարիներ պետք է տևի, բայց դա այդպես չէ։ Հոգեթերապիան պարտադիր չէ տարիներ տևի։ Կարող է կարճ տևել 10 սեանս, 20 սեանս տևել, բայց ելի օգնել ձեզ։ Բայց խորքային փոփոխությունների համար անձնային մակարդակում փոփոխություններ կատարելու համար ձեզ պետք է երկար տևական թերապիա։ Կարող եմ բացատրել մանրակրկիտ, թե ոնց է աշխատում։ Օրինակ, երբ որ դուք գնում եք թերապևտի մոտ, հարաբերություններ են կառուցվում այդտեղ, ապահով միջավայր է, եւ ձեր հոգեկանը աշճանաբար դուրս է բերում իր ներսում կուտակված նյութերը, իր անգիտակցականում։ Այսինքն այն տրավմատիկ ցավոտ փորձերը ինքը միանգամից չի հայտնում թերապևտին։ Ժամանակ է պետք, որ իրեն ապահով զգա, ռեսուրսներ հավաքագրենք, որպեսզի մարդը հանգիստ լինի, որ կարողանա դուրս գա այդ բոլորը, որպեսզի կարողանանք մշակել։ Այսինքն թերապևտից է շատ բան կախված, այցելուից է շատ բան կախված։ Հոգեթերապիան պրոցես է ու բարդ պրոցես է։ Մեկ սեանսի համար իմաստ չունի հաճախելը։